Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Post-Scriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Շնորհակալություն Միքայել, որ եկել եք։ Ես ուզում եմ սկսել ձեր հայտարարությունից, որը վերաբերում է Սիրիային, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Այստեղ դուք գրում եք, ես միանգամից մեջ բերեմ, հա, Սիրիահայության առավել խոցելի եւ վտանգված հատվածը դուրս բերել Սիրիայից եւ բնակեցնել Հայաստանում եւ Արցախում, այսինքն ոչ ամբողջ Սիրիահայությունը, այլ այդ հատվածը, որ հատվածն եք դուք համարում առավել խոցելի եւ վտանգված։ Պատերազմական իրավիճակներում խոցելի եւ վտանգված են համարվում նրանք, որոնք կոմպակտ բնակեցված չեն։ Իհարկե, պետք չէ մտածել, որ Սիրիայում հավերժորեն կշարունակվեն այս դեպքերը, այսպիսի իրադրությունը մշտապես չի լինի, եւ Սիրիահայությունը պետք չէ, որ ամբողջությամբ տեղահանվի, եւ կան հատվածներ, եթե գաղթօջախին ծանոթ եք, կան հատվածներ, որոնք կոմպակտ պաշտպանության հնարավորություններ ունեն։ Եթե կարելի է մանրամասնել, որոնք որ շրջաններն են դրանք։ Եվ Հալեպում այդպիսի թաղամասեր կան, ինչպես նաեւ Ղամշլի քաղաքում, հյուսիսում, ուր սասունցիների մի փոքրիկ բեկոր է հավաքված գրեթե ամբողջությամբ հայերով բնակեցված, նրանց կարծում եմ թե վտանգ չի կարող սպառնալ, որովհետև կոմպակտ իրենք ապրում են եւ Դամասկոսում կան հայեր։ Այո, Դամասկոսում կան եւ բավականին խոցելի վիճակում, որովհետև հոտ զանգված չէ Դամասկոսը։ Այդ ծրված են Դամասկոսով մեկ։ Այո։ Ինչպես եք դուք պատկերացնում զուտ տեխնիկապես։ Նրանք հայտնաբերում են ենթադրեք, հա, բազմամիլիոնանոց Դամասկոսից հայերին, հա, մեր դեսպանատունը եւ ասում է եկեք գնանք Հայաստան։ Այո, հայտարարությամբ նախ պետք է կոչ անել, դիմել եւ ասել ովքեր որ կարիքը կունենան, Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է ձեզ տեղափոխելու։ Մենք կարող ենք դա իրականացնել եւ պետությունն իր միջոցների հաշվին կարող է դա իրականացնել։ Իսկ նրանք ուզում են տեղափոխվել։ Դա խնդրի այլ կողմն է, նրանք ովքեր կկամենան կարող են տեղափոխվել, ովքեր ոչ, բնականաբար ազատ տեղաշարժի իրավունքը միջազգային իրավունք է։ Կարծում եմ, որ ասենք իսլամական հեղափոխություն մի քիչ նման է, հա, տեղի ունեցավ 79 թվականին Իրանում։ Այնտեղից շատ պարսկահայեր եկան Հայաստան, խորհրդային Հայաստան։ Պարսկահայերի հոսքը Հայաստան եղավ իրանական հեղափոխությունից մի փոքր առաջ դեպի Հայաստան։ Այժմ դուք Աբովյան քաղաքում կամ Կոտայքի մարզի այլ փոքրիկ ավաններում կգտնեք պարսկահայերի ինչպես Երևանում, որոնք տեղափոխվել են 70-ականներին։ Հեղափոխության արդյունքում շատ քիչ մաս տեղափոխվեց Հայաստան։ Հիմնականում նրանք արտագաղթեցին Իրանի ավանդական դաշնակից Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ դարձյալ խմբված համայնքային իրանահայի գիտակցությամբ ապրում են այսօր։ Այն ժամանակ ենթադրենք խորհրդային իշխանությունը, ինչպես որ դուք ակնարկում եք, նույնպես պետք է կոչ աներ եկեք Հայաստան, հա։ Այդպիսի մի բան եղավ Լիբանանի դեպքերի ժամանակ, քաղաքացիական կռիվների ժամանակ, երբ որ սովետական կենտրոնից Մոսկվայից հրահանգ իջեցվեց, իսկ գիտեք, որ խորհրդահայ մտավորականները հլուկամակատարներ են, այստեղ նույնիսկ ցույցեր եղան, որովհետև փորձեց խորհրդային իշխանությունը, խորհրդային ԿԳԲ-ն փորձեց դա հայկական գործոնն օգտագործել Իսրայելի դեմ, նաև փաղանգավորների դեմ, եթե չմանրանանք, փորձեց օգտագործել դա եւ մեր մտավորականները նույնիսկ ցույց կազմակերպեցին ի պաշտպանություն բերութահայության։ Բայց Սփյուռքը այդ ժամանակ ավելի շատ նույնիսկ գրքեր հրատարակվեցին այստեղ։ Մի քանի մտավորականներ գրքեր գրեցին, անուններն ուղղակի չտամ։ Ինչի մասին, ինչ բովանդակությամբ գրքեր։ Գրքեր դեպքերի հետ կապված, սկսեցին քաղաքացիական կռիվների հետ կապված, թե հայությունը որքան տոկոս է զբաղեցնում, ինչ կարևոր դերակատարում ունի, թե ինչպես է Վազգեն կաթողիկոսի լուսանկարը, թեկուզ դա անտիլիասական թև է, կպցված յուրաքանչյուր ընտանիքում փակցված, այսպիսի բաներ հայրենասիրականի վրա ազդելով։ Այն ինչը ռուսական շահին կարող էր սպասարկել, այդ ժամանակ տուն տրվեց։ Օրինակ իսլամական հեղափոխության ժամանակ այդպիսի տուն չտրվեց Մոսկվայի կողմից, իսկ այդ ժամանակ տրվեց։ Հիմա մենք փառք Աստծո անկախ պետություն ենք, կարող ենք դա ինքնուրույնաբար եւ մեր շահերին ծառայեցնելով օգտագործել։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հայ անհատը բավականին թանկ է առանց հետել էթնիկապես նվազող մեր ժողովրդի համար։ Անդրանիկ Զորավարը ասում են, թե մեկ ոսկով մեկ հայ էր գնում, կամ Սմբատ Զորավարը Մախլուտոն մեկ ոսկով մեկ հայ էր գնում։ Հիմա մենք այդ ոսկիները շահ տալու, փոշիացնելու իրավունք չունենք։ Դա շատ հանգիստ կարելի է իրականացնել, մանավանդ որ Հայաստանում եւ նաեւ Արցախում հսկայական տարածություններ կան, որոնք բնակեցված չեն։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ այնուամենայնիվ որքան էլ
քաղաքացիական պատերազմ լինի, այնուամենայնիվ նրանց կյանքը նյութապես ավելի ապահով է Սիրիայում, քան այստեղ։ Չեմ կարծում, որ պատերազմն ամեն դեպքում ամենաշքեղ, ամենաճոխ երկրում անգամ պատերազմը արհավիրքներ է բերում, այդպես ասել անհնար է։ Պատերազմող ֆաշիստական Գերմանիայում ամենահարուստ հրեաներն անգամ վտանգվեցին, այնպես որ պատերազմող Սիրիայում երբեք չի կարելի կեցության բարձր մակարդակը պատերազմում վստահ լինել, թե կմնա։ Ստացվում է, որ փաստորեն Ասադի իշխանությունը սկզբից հոր հետո որդու մեզ որքան էլ դա բռնապետություն լինի, մեզ ավելի ձեռնտու է հայերիս, քան հիմիկվա այս հեղեղուկ վիճակը։ Այո, եւ Հաֆեզ Ասադի եւ որդի Ասադի բռնապետական, նրանք ալևիներ են, դա շատ բազմահանգույց է եւ նրանց կրոնական նախասիրություններից ելնելով եւ գեոպոլիտիկ Սիրիայի հնարավորություններից ելնելով եւ Սիրիայի ազգային խառնիճաղանջ վիճակը, թե քարտեզը պատկերացնեք էթնիկ, բազում հանգամանքներից ելնելով հայ համայնքը առանձնաշնորհյալ կարգավիճակում էր գտնվում։ Իհարկե դա թղթով ամրագրված չէր, օրենսդրորեն ամրագրված չէր, բայց հայ համայնքը ապրում էր։ Մենք երեք այդպիսի հզոր համայնք ունենք Մերձավոր Արևելքում, Իրանը, առաջին հերթին Լիբանանը, երկրորդ հերթին եւ երրորդ հերթին Սիրիան։ Այն երկուսը այժմ չունենք մենք, կամ գրեթե չունենք։ Լիբանանի հայության պատգամավորներ կան, չգիտեմ եւ այլն։ Այո, պատգամավորներ կան, բայց այսօրվա օրինակ Իրանի հայությունը երևի 1/4-ն է այն հայության, որը կար շահի ժամանակ կամ իսլամական հեղափոխության սկզբն եմ ասում, թեև իսլամական իշխանությունը բավականին լավ է վերաբերում հայ համայնքին այսօրվա Իրանում։ Ուրեմն մենք կողմ ենք, որ Սիրիայում բռնապետությունը մնա, հա։ Ոչ, չեմ կարծում, թե տրամաբանական հետևություն էր դա, բացարձակապես։ Չարիքը մեկ այլ չարիքով փոխարինել պետք չէ։ Եթե այնտեղ դեմոկրատական ժողովրդավարական ուժեր կգան, իհարկե հայության համար լավ կլինի, շատ ավելի լավ կլինի, որովհետև գիտենք, որ հայերն ավելի հեշտ կարողանում են մերվել ժողովրդավարական համակարգերում։ Իսկ եթե պիտի մեկ այլ բռնապետություն, իսլամիստական բռնապետություն լինի, ինչպիսի հետքերը մենք արդեն այսօր Եգիպտոսում տեսնում ենք, եւ տեսնում ենք, թե ղպտիների գլխին ինչ են անում մուսուլման եղբայրները, Քավլիցի դեպքում չարյաց փոքրագույնն է։ Եգիպտոսի մասին էի ուզում հարցնել, երբ որ տեղի ունեցան այդ իրադարձությունները, ես կարծում եմ այստեղ ընդդիմությունը եւ Դրանպես առաջադեմ ուրեմն մարդիկ ասացին, ախիչ լավ է, արաբական կարում եւ այլն եւ այլն։ Այն ժամանակ դեռ պարզ չէր, որ դա այսինքն Մուբարակի բռնապետությունը կփոխարինվի ավելի վատ իսլամիզացիայի վտանգներով։ Պարոն Աբրահամյան, հենց այս զրույցում նոր սկսվել էին եգիպտական դեպքերը, հենց նոր էին սկսվել։ Երբ ես ասացի, թող ոգևորվեն նրանք, ովքեր որ շատ կարճատեսեն եւ չեն տեսնում, թե ինչ է սպասվում։ Եգիպտական, այսպես կոչված գարնան առաջին ծնծաղիկը եղավ մի քանի հազար տարվա փարավոնների մումիաների ոչնչացումը։ Չար ծառից բարի պտուղական կալել անհնարին է։ Շատ լավ։ Մի խոսքով հայերի համար Մերձավոր Արևելքում լարված իրավիճակ է ստեղծվել եւ այդ լարված իրավիճակը գուցե ավելի լարվի, եթե հանկարծ լարվեն հարաբերությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, ինչի վտանգը կա, չէ՞։ Դժբախտաբար այո։ 4 տարի առաջ անցնելով տեղական թեմաների այս օրերին տեղի են ունեցել Հայաստանի նախագահական ընտրությունները բոլոր իրենց հետևանքներով։ Այս 4 տարվա ձեր գնահատականը ընդհանուր առմամբ, այսպես մտավորականի կամ բանասերի աչքերով։ Ընդհանուր առմամբ ես դժբախտաբար չեմ կարող առաջընթաց արձանագրել, ցավոք սրտի չեմ կարող առաջընթաց արձանագրել։ Շարունակում է նույն տեմպերով հետընթացը, հոգևոր Հայաստանի, բանական Հայաստանի հետընթացը նույն տեմպերով շարունակվում է։ Մեր նույնիսկ բյուրեղյա բաներ, որ ձևավորվել էին համաժողովրդական շարժման ստեղծած աուրայում, դա ջախջախվեց, այսօր կարծեք թե այսպիսի հրատապ թեման, որ հայության գլխին Դամոկլյան, Դամասկոսի սուրն է կոչվում, շատ քչերն է հետաքրքրում, իդեպ ասեմ, միայն Ամեկ+-ը եւ Լրագիր EM-ը այս մասին ահազանգեցին, մեր հրապարակումը տպեցին։ Մյուսներին ավելի շատ հետաքրքրում է, թե ասենք խորհրդարանական որ տգետ ինչպես փռշտաց, ով ու ինչ ասաց, դրանք անցողիկ բաներ են եւ որևէ կապ չունեն մեր ապագայի հետ։ Մենք ուրեմն մեր տեսլականը նեղացրել ենք եւ բերել ենք օրվա խնդրի ենք հանգեցրել։ Օրից այն կողմ երկարաժամկետ ոչինչ չունենք։
Դուք ասացիք բյուրեղյա բաներ, այդ ինչ բյուրեղյա բաներ էին։ Գիտեք, ճիշտ այնպես ինչպես 88 թվականին ես ինքս ականատեսն եմ եղել 88 թվականի ոգին կարծեք թե մի պահ թևածում էր այն 10-նորյակում համաժողովրդական շարժման, երբ յուրաքանչյուրն իր վերջին ունեցվածքը կարող էր բերել հրապարակ, բաժանել, ուտելիք բերել, ծխախոտ հյուրասիրել մեկը մյուսին, դա ոգեղենություն էր։ Մի բան որ կար եւ դա հրաշալի էր, մենք չկարողացանք դա պահպանել։ Այսինքն 88 թվականին հանուն Արցախի փրկության շարժումը դուք համեմատում եք 2008 թվականի հանուն իշխանափոխության շարժման հետ, հա։ Ոչ, չեմ համեմատում, նպատակները չէր որ ես համեմատում եմ։ Համեմատում եմ մթնոլորտը։ Այո, մթնոլորտը նույնպիսի եղբայրասիրական էր 88 թվականին, որքան որ եղբայրասիրական էր 2008 թվականի այդ 10-նորյակը ազատության հրապարակի։ Իսկ ինչու այդ մթնոլորտը վերացավ, որովհետև 88 թվականին սկսվեց, մինչև 90-91 թվական այդ մթնոլորտը պահպանվեց։ Հետո բնականաբար չէր կարող երկար պահպանվել։ Հիմա ավելի քիչ տևեց, այդպես ասած։ Նույն պատճառով վերացվեց, այո։ Որ պատճառով ասացեք խնդրեմ։ Նույն պատճառով, որը դուք կարձանագրեք 88 թվականի համար։ Հա, արձանագրենք 88 թվականի համար, լավ, չասենք հիմիկվա համար, եթե ուզում եք։ Որը դուք կարձանագրեք, դա էլ ճիշտ եղավ 2008։ Եկեք արձանագրենք։ 88 թվականին ինչու վերացավ, որովհետև դա շատ ավելի լուրջ հոգեբանական եւ էթնոհոգեբանական վերլուծություն է պահանջում։ Երկու րոպե ընդհանուր շտրիխներով ասելն էլ անշնորհակալ գործ կլինի։ Այո, շատերը անհատական գործոնը մեծ է, շատերը չկարողացան գայթակղությանը դիմանալ։ Դա եւ պաշտոնի եւ լիազորությունների ընձեռած հնարավորություններն էին։ Շատերը չկարողացան դիմագրավել, ովքեր որ դուրս մնացին, չկարողացան դիմագրավել նախանձին, չարությանը։ Դրա համար օբյեկտիվ պայմաններ էին ստեղծված, օբյեկտիվ պայմաններ էր ստեղծել նաև պատերազմական իրավիճակը Հայաստանի շուրջ եւ Արցախում եւ այդ լարված մթնոլորտում չարության էլեմենտը գնալով թանձրացավ։ Այստեղ էլ թանձրացավ դարձյալ գրեթե նույն պատճառներով։ Իսկ հնարավոր է տեսականորեն գոնե, որ այդպիսի բան տեղի չունենա, որ մարդիկ ուրեմն հեղափոխության կամ չգիտեմ շարժման ժամանակ հրեշտակներ են, հետո եկան իշխանության մնացին հրեշտակներ։ Եթե կոնկրետ անհատների մասին խոսենք, պատմությունն այդպիսի բան դեպքեր ասում է, կան անհատներ կան, բայց ընդհանրապես որպես երևույթ ոչ հնարավոր չէ, որովհետև որևէ հեղափոխություն չի կարող իրենից հետո ավերածություններ չթողնել։ Հեղափոխությունից մեծ չարիք մոլորակի համար մեկ էլ հակահեղափոխությունն է։ Եվ հետևաբար, որպես պահպանողական կուսակցության առաջնորդ, ինչ կասեիք, ուրեմն չպիտի լինի հեղափոխություն։ Այսինքն, այդ դեպքում, ինչպես որ հիմա իշխանությունն է ասում, մենք գնում ենք բարեփոխական ճանապարհով, բայց ոչ մի բարեփոխական ճանապարհով չեն գնում։ Կամ հեղափոխություն, կամ բարեփոխումներ, կամ լճացում, կամ փոփոխություն։ Որն է այստեղ ոսկի մեջինը, թե ինչը։ Ոսկի մեջին չկա, հեղափոխությունը վատ բան է, բայց իրականացվածը ստում են, ինչպես շատ պարագաներում են ստում, սա Ինչը մենք տեսնում ենք, դա բարեփոխում չէ։ Անվանարկում են նաև բարեփոխում եզրը, տերմինը։ Դա բարեփոխում չէ։ Իհարկե բարեփոխման ճանապարհով է պետք գնալ, էվոլյուցիոն ճանապարհով, ոչ երբեք ռևոլյուցիոն ճանապարհով, բայց խնդիրն այն չէ, որ ես չեմ ուզում հեղափոխություն լինի, ուրեմն չի լինի։ Հեղափոխությունները դժբախտաբար, դրանք օբյեկտիվ ռեալություններ են, ինչպես բնության մեջ կա դա։ Հավերժ լճացում չի լինում, լինում են կատակլիզմներ, լինում են ամպրոպներ, երկրաշարժեր, հեղեղներ, նույն ձևով էլ հեղափոխությունները։ Չնայած մարդկային հասարակություններում, ես ոչ չգիտեմ, թե լրջորեն ուսումնասիրել եմ, չգիտեմ որևէ հեղափոխություն, որևէ երկրում կատարված, որ մեկ այլ երկրի կողմից ֆինանսավորված, հրահրված չլինի։ Ինձ թվում է, թե չեք կարող տալ այդպիսի մեկ հեղափոխության մասին, որ բացառապես ինքնաբուխ եղել, միայն տեղական ծնունդ ունի։ Ասենք երիտթուրքերի հեղափոխությունում կողմից էր։ Բնականաբար երիտթուրքերի հեղափոխությունը ֆրանսիական իշխող վերնախավի կողմից էր, հենց իրենք էլ իրենց անունը երիտթուրքեր սկզբնապես թուրքերեն չէին ասում, նույնիսկ այլ ֆրանսերեն էին ասում, երիտասարդ թուրքեր։ Իհարկե դա ֆրանսիական վերնախավի ցանկությունն էր, որը մի պահ համընկավ նաև գերմանական շահի հետ եւ իրականացվեց։ Հետաքրքիր է, որ պատերազմում երկու հակամարտող երկրներ նույն հեղափոխությունն են փաստորեն, հա։ Այդպիսի բան պատահում է, այո, օրինակ պատերազմում երկու հակամարտող կողմեր, Անտանտը եւ բոլշևիկյան Ռուսաստանը,
կարողացան մոխիրներից հառնեցնել այսօրվա ժամանակակից Թուրքիան։ Մի կողմից Աթաթյուրքի տաղանդի հանճարի շնորհիվ Թուրքիան սնվեց Անտանտի երկրներից, նույնիսկ Ֆրանսիայի եւ Անգլիայի հակամարտության պատճառով հանձնվեցին հունական տարածքներ, հանձնվեց մեր Կիլիկիան, եւ այնտեղ էլ Ռուսաստանի հետ հակադրության պայմաններում 21 թվականին ռուս-թուրքական պայմանագրերը փաթաթվեցին մեր վզին եւ անեքսիայի ենթարկվեց օրինակ ասենք Կարսի մարզը։ Մենք բան չենք կարող ասել, բայց դա միջազգային օրենքներով ճանաչված էր որպես Հայաստանի Հանրապետության մաս։ Անեքսիայի ենթարկվեց։ Պատճառը որն էր? Պատճառն այն էր, որ երկու հակամարտող կողմեր իրար հետ լեզու կարողացան գտնել։ Դուք ասացիք բարեփոխումներ դառնալով ուրեմն։ Այ ինչպիսի բարեփոխումներ եք դուք պատկերացնում, այսինքն իրական բարեփոխումներ, ոչ թե այն ինչ որ բարեշրջություններ է համարվում, հա, այլ իրական բարեփոխումներ, ինչում դուք կտեսնեիք։ Գիտեք, գուցե սա սուբյեկտիվ հնչի կամ մեր կամ ընդհանրապես համաշխարհային պահպանողական մոտեցումից ելակետը լինի։ Ամեն ինչ իդեայից է սկսվում, հա, հիմքը պիտի գաղափարական լինի, ոչ գաղափարախոսական, խնդիրը այդ իդեալիստական որոշակի ակունքներ պիտի ունենա, որտեղից սնուցվի այդ բարեփոխում կոչվածը։ Առաջին հերթին բնականաբար դա կրթությունն է եւ քարոզչությունն է։ Մի բան, որ ամենասոսկալի վիճակում է այսօր Հայաստանում, քարոզչությունը, գիտեք, ես երջանիկ մարդ եմ երևի, վերջին 4 տարվա ընթացքում ուղիղ 4 տարի առաջ եմ վերջին անգամ հայկական որևէ հեռուստաալիք դիտել եւ չեմ էլ պատրաստվում առաջիկայում դիտել, բայց իմ լսածով ասում են, որ խայտառակություն է, սերիալներ են, ընդ որում շրիշակի ցածր մակարդակի սերիալներ են, դա քարոզչություն է, ընդ որում կարելի է դա շատ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով անել եւ մինչեւ վերջ բթացնելուց սկսած ֆանատիկոսներ անգամ դարձնել, տարբեր ծայրահեղություններ եմ ասում, կրթության պարագան նույնը, ես մանկավարժ եմ, շփում ունեմ եւ տեսնում եմ, որ իրոք մենք գնալով նահանջ ենք ապրում, բարեփոխումներ բառը կեղծ են օգտագործում, դա կեղծիք այսօրվա իշխանությունների կողմից։ Ես հուսով եմ, որ հեռուստաալիքների մասին ասելով դուք նկատի ունեք հեռարձակվող հեռուստաալիքները եւ ոչ թե Ամենք Պլյուսը, հա։ Բնականաբար ես նաեւ հետևում եմ եւ ձեր էլեկտրոնային հեռարձակմանը եւ նաեւ կայքին, բարեբախտաբար կլասը երևում է մակարդակը։ Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, դուք երևի արդարացի արհամարանքով խոսեցիք որոշ ուրեմն երևույթների մասին։ Իրոք, նայեք, կայքերում կան մամուլի տեսություն, չէ՞։ Այդ մամուլի տեսություն ուրեմն մի տասնյակ կամ 15 կամ 20 թերթերի անուններ են տրվում եւ այդ նրանց մեջբերումներ են հոդված, որ այսինչը կտեղափոխվի այսինչ կուսակցություն, այսինչը կստանա այսինչ պաշտոնը, այսինչը կզրկվի այսինչ պաշտոնից, նրանք կմիանան, նրանք կանջատվեն։ Այսինքն ինչի մասին են մարդիկ, ինչն են մարդիկ հիմա քննարկում խորհրդարանական ընտրությունների մասին։ Ոչ թե ինչ որ գաղափարական, ինչ որ ծրագրային բաներ, այլ այդպես մանր ինտրիգաներ, որոնք այսօր կան, վաղը կմոռացվեն բնականաբար։ Դուք այսօր չեք կարող հիշել, օրինակ ասենք 90-ից 95 թվականների խորհրդարանի Գերագույն խորհրդի 200-ից ավելի 260 քանի պատգամավորներ, եթե փորձեք հիշել, երևի 20 հոգու կկարողանաք հիշել։ Իսկ ժամանակին երևի կիզակետում էին ուշադրության։ Եթե փորձեք հիշել, դրանից հետո եկա խորհրդարանը, ավելի քիչ կհիշեք։ Սրանց էլ են մոռանալու։ Այսօր ինչու են կարևորում։ Ես կարծում եմ, որ խմբագիրները մտավորականներ են կոչված, թե բառը օգտագործում են խորհրդային տերմինոլոգիայից ելնելով։ Մտավորականներ են։ Եթե մտավորականներ են, ուրեմն կամ շատ վատ ծառայություն են մատուցում, շատ վատ գործ են անում, կամ էլ կներեք ուրեմն մտավորական չեն, պարզապես պատեհապաշտներ են սնվում են, ավելի կարևորություն են տալիս օրինակ այնպիսի հարցեր, ինչպիսին դուք նշեցիք, հա, ով ինչ կանցնի, ով չի անցնի, որտեղից ուր փախավ, այս ինչ առնետ այն, ինչ առնետն ուր փախավ, քան գլոբալ հեռահար բաների դրանց ուշադրություն չի դարձնում։ Օրինակ Հայաստանը ինչեր ունի, որով կարող է մրցունակ լինել տարածաշրջանում կամ աշխարհում։ Այդպիսի քննարկումներ դժբախտաբար այսօր լրացված են։ Գուցե մի քանի ամիս առաջ, երբ որ այս թողուբողը չկար խորհրդարանական, երբեմն պատահում էին։ Իսկ հիմա իսպար բացակայում է, սա ցավալի է ուղղակի, դա մեր ազգային որակի մասին է խոսում եւ մեծ չխոսենք, թե մենք քրիստոնեական արժեքներ կրող ժողով։ Ասում են, որ մենք քրիստոնեությունը ընդունենք այնքան վաղուց, որ արդեն մոռացել ենք։ Այնուամենայնիվ դուք քաղաքական կուսակցության ղեկավար եք, հետևաբար դուք պետք է ասեք,
դուք մասնակցելու եք ընտրություններին, չեք մասնակցելու, հակի շրջանակներում եք մասնակցելու, թե ընդհանրապես չեք մասնակցելու, կարող եք ասել դրա մասին։ Այո, այդ հարցերից միայն առաջինը կարող եմ ստույգ պատասխան տալ, դա այն է, որ անպայման մասնակցելու ենք, բայց թե միայնակ կամ որևէ դաշինքով դա ժամանակը ցույց կտա, դրա համար հստակ երևակումներ են պետք, դուք ծրագրերի, դուք ասացիք ծրագրեր, այո, կտեսնենք ինչպիսի ծրագրեր կան, եթե կենցաղային առօրյական ծրագրեր են կամ ժողովրդին խաբելու համար սերիալային մակարդակի ծրագրեր են այլ շապիկի մեջ, բացարձակապես կարիքը չի լինի դաշինքով մասնակցել։ Այսինքն առանձին այնուամենայնիվ դուք կառաջադրեք դուք ձեր ընկերների հետ միասին։ Այո, կփորձենք, եթե չգտնենք այն մեզ հոգեկիցների շրջանակը։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Միքայել Հայրապետյանն էր իմ զրուցակիցը, վաղը մենք նորից կհանդիպենք։ Ստեսություն։